Նախ շնորհակալություն ժամանակ հատկացնելու համար։ Ըստ ձեզ ձեր պատկերացմամբ ուսուցման մի փոքր ներկայացրեք ուսուցման ձեր պատկերացումը ու դասավանդողի դերն առհասարակ։ Տեսեք, քանի որ իմ համար այդ մի քիչ ավելի հեշտ էր ինտեգրվելը, ինչի համար, քանի որ ես էլ եմ եղել հայրուսակի ուսանող, այսինքն դասախոսների մեծամասնությանը եւ դասավանդման ձևին իրականում ծանոթ եմ եղել, ես փորձել եմ իմ հետագա դասերը այնպես կազմակերպել, որպեսզի մաքսիմալ ուսանողին ներգրավեմ։ Այսինքն ինչ եղանակով եմ առաջնորդվում։ Մենք միացած սկզբունք ունենք, այն որ ասում ուսանողակենտրոն մոտեցումը իմ համար կարևոր է դասի ընթացքում, որ ուսանողը ինձ ուղղակի լսի։ Թե հիմա ինքը կոպիտ ասած նստած կլսի, կանգնած կլսի, դասին կանգնած կմասնակցի նստած, թե որ դիրքով պատուհանի մոտ ինձ այդ չի հետաքրքրում։ Այսինքն ուսանողին տրվում է մաքսիմալ կոմֆորտ պայմաններ դասը ընկալելու համար։ Որ ոնց ասեմ, դասապրոցեսի ընթացքում պարտադիր պիտի օգտագործվի մաքսիմալ ուսանողի ընկալելու ունակությունները հեշտացնող միջոցներ։ Այդ կարող լինի պրակտիկայում ատլաս, այդ կարող լինի գործիքներ վիրաբուժական, հարցերին տրվում են տեղում պատասխանները, այսինքն այնպես չի, որ ես սպասում եմ թեման ավարտեմ, հետո հարցեր ունեք, չէ, խոսում ենք թեմայից, այդ բային հարց կա, հա, չընդհատելու սկզբունքը գործում է իհարկե, բայց ձեռքը բարձրացնում է կամ հարցը գրի առնում, ես ինձ թվում եմ տալի, որ պարտադիր հարցերը գրի առնեմ, որ չմոռանան ինչին ուզում հարցնել։ Ու այս տեղում հարցնում են այդ նույն ատլասի վրա կամ այդ նույն գործիքով, ես իրենց արդեն սկսում եմ բացատրել ինչի մասին է խոսքը։ Այ ասացիք, որ ավելի հեշտացնեք ուսանողի համար։ Լսարանում կան տարբեր ընկալման ունակություններ ունեցող երեխաներ, ինչպես եք փորձում նյութ այնպես մատուցել, որ բոլորին հասանելի լինի։ Չեմ առաջնորդվում ստանդարտ գրքային տարբերակով, այսինքն տերմինաբանությունը իհարկե կա, բայց այդ տերմինին հոմանիշ օգտագործվում է շատ ավելի հասարակ բառ, որը ավելի ընկալելի կլինի տվյալ ունատի համար։ Եթե զգում եմ ուսանողը, եկեք ոնց է առաջի ուսանողների դեպքում առաջի 2-3 դասը դու իրենց դեռ հասցնում ես ճանաչես, 3 դասը կարծում եմ լրիվ բավարար է դասախոսի համար, ճանաչելուց հետո արդեն դաժե ինչ որտեղ անհատական մոտեցումը լինում է ցուցաբերել։ То есть այդ անհատականության սկզբունքը իմ մոտ կոնկրետ գործում է, ես սիրում եմ ուսանողներին տարբերակեմ ուսուցման մեջ իհարկե, այն առումով, որ եթե ուսանողը ավելի ընկալունակ է, օքեյ, ինքը սովորելու է, պետք չի իրան տարբերակել, իրան դնել հետին պլան, չէ, դրա մասին չի խոսքը, բայց ավելի պետք է շեշտը դնել այն ուսանողների վրա, ովքեր որ մի քիչ ավելի այդ ընկալելու առումով ավելի թույլ են։ Օրինակ, տղաները իմ մոտ միշտ պիտի նստեն առաջի շարքում, որ միշտ իմ կոնտրոլի տակ լինեն, վերահսկողությունը շատ լինի, աղջիկները հետևն են ավելի նստում։ Այն ուսանողները, ովքեր որ մի քիչ ավելի թույլ են գիտելիքի առումով, գալիս են ոնց որ ավտոմատ կերպով առաջի շարք են նստում, որ այս կոնտրոլը ավելի շատ կարողանան պահել։ Օրինակ դա հենց մեկը կամ ինչ-որ բան որ ցույց եմ տալի, որ անմիջապես իրենց հայացքի առջև լինի, պետք է շարքերի արանքով պտտվում եմ ամեն մեկին անհատական դնում եմ ցույց եմ տալիս։ Էս է հիմնական անհատականացված բառից հետևում կանգնած։ Իսկ հիշեք մի առանձնահատուկ դաս, որը անցկացվել է ու ինչով արդյունավետ եղել։ Հա, կհիշեմ, ուրեմն գինս քանի որ մանկավարժ է, այսինքն մանկավարժությունում դասավանդման մեթոդները մի քիչ այլ են, իրենց ոնց որ ներմասնագիտականով պայմանավորված, խորհուրդ էր տվել մի հատ հետաքրքիր եղանակ կա խաղային տարբերակով դասի անցկացումը, ինչ է իրանից ներկայացնում, ոնց որ շարքում ընդհանուր բոլոր ուսանողները մի թեմա են ընտրում, նույն պարագայում օրինակ ատամի կառուցվածքը, ասենք ասեմ։ Ու այդ ատամի կառուցվածքի վերաբերվող ուսանողը հստակ պիտի միտք ձևակերպի, ճիշտ նախադասություն, օրինակ ատամը կառուցված է պսակից եւ արմատից, բայց նախադասության մեջ ինքը իրավունք չունի սխալ տերմին օգտագործի, սխալ բառ օգտագործի ու հստակ ճիշտ ինֆորմացիա պիտի մեզ տրամադրի։ Սխալ տալու դեպքում ինքը ոնց որ մնում է դեռևս այդ օղակում, այսինքն մենք իրանց շրջանցում ենք գնում ենք մյուս ուսանողի։ Ու այսպես այնքան, ով որ ճիշտ է պատասխանում, ավտոմատ շարքը փոխում է, անցնում է ոնց որ խաղից դուրս է գալիս, բայց լավ սկզբունքով։ Ու վերջում ով որ պարտվում է վերջի 2 հոգին, ովքեր որ մնացին, վերջում իրենց կուրսի համար ինչ որ լավ բան են անում։ Օրինակ, բան, չգիտեմ, շոկոլադ բերեն ամբողջ կուրսի համար, սենց էլ ինչ որ խաղային տարբերակով ենք անցկացնում, որ իրենցը մաքսիմալ ներգրավեն, որ բոլորը լսեն, հա, ու եթե մեկը ինչ որ մի բան ասել է, այդ հաջորդ ուսանողը պիտի այդ նույնը չկրկնի։
Կրկնելու դեպքում էլի նման նորմ, այսինքն ավտոմատ է իրենց միտքն ազարգացնում, իրենք փորձում են ճիշտ բան պատասխանել ու իրենց ընկերներին լսեն, որպեսզի իրենք նույնը չկրկնեն, թե չէ անընդհատ այդ շղթան կրկնվելու է։ Այս ձևով։ Շատ հետաքրքիր էր, իսկ կա որևէ մեթոդ, որով դուք պլանավորում եք ձեր դասերը, հաշվի առնելով, որ դա համոզված լինելով, որ դա ուսանողի համար գրավիչ էր ու դուք դասի վերջում հասել եք ձեր վերջնարդյունքին։ Անպայման, որովհետև ամեն դասի վերջում անկախ այդ ընթացքում, որ իրենց հարցնում հարցեր, միշտ դասի վերջում հարցնում են երեխեք թեմայի, այսօրվա ամբողջ օրվա թեմայի մասին ինչ հարցեր ունեք, եթե իրենք ինձ հարցեր չեն տալիս, նույն հազվադեպ այդպես լինում, բայց եթե հարցեր չեն տալիս, ուրեմն վստահ եմ, որ այսօրվա դասս լիարժեք անցել է։ Եթե հարցեր տալիս են, հաջորդ դասին դե կարող դասաժողովն արդեն ավարտված է, լինում չեմ հասցնում, ես իմ մոտ գրի եմ առնում, հաջորդ դասին այդ առաջինը քննարկում ենք, նոր անցնում ենք նոր թեմային, այս եղանակով եմ առաջնում։ Իսկ ուսանողների կողմից հնչած առաջարկներին ինչպես եք վերաբերվում։ Շատ դրական, դաժե խրախուսում եմ, լսում եմ կարծիքները, եթե խելամիտ բան են առաջարկում, միշտ ոնց որ կիրառում ենք այդ ամեն ինչը, բայց հազվադեպ է լինում, եթե անկեղծ որ ուսանողների խորհուրդով առաջնորդում, որովհետև իմ կարծիքով մոտ 10 դասը այնպես կոնտրոլը պահել, որ դրա կարիքը չի լինում։ Հա լինում է ինչ-որ նոր առաջարկներ բաներ ունենք, երեխեք ասեն, կարող ասում են օրինակ համար քննությունը թող լինի 1 հարց։ Այդ խելամիտ չի երեխեք ձեր կողմից, չի կարող այդպես sense բաների մասն։ Խոսքը թե չէ միշտ լսում եմ, ընդունում եմ թե չէ, նայած ինչ առաջարկ է։ Իսկ ինչպես եք կարողանում դրական ու աջակցող միջավայրը ապահովել հենց լսարանում։ Երբեմն բացի դասից ես գտնում եմ, որ նախ մարդ ենք առաջնահերթ, հետո նոր մասնագետ, այսինքն կապ չունի ես վիրաբույժ եմ, կապ չունի ես դասախոսի դերում եմ, այսինքն միշտ այդ բարեհոգեբանական խոսակցությունները պիտի լինեն, հա, ասենց ասեմ, կուրսա տարբեր մտածելակերպի, տարբեր երեխեք կան, որ բոլորի կարծիքը, բոլորի տեսակը դու պիտի հաշվի առնես, ինչքան էլ եմ ասում, անհատական մոտեցումը ուսման վերաբերյալ փորձում եմ տրամադրեմ, բայց ես այդ նույնը չեմ կարող անում իրենց մարդկային առումներով։ Դրա համար գլոբալ բոլորին մեկ ընդհանուր մտքի շուրջ համախմբելու համար ես պարբերաբար իրենց հետ ունենում եմ ոնց որ դաստիարակչական, ասենց ասեմ, խոսակցություններ։ Դրա միջոցով եմ կարողանում այդ դրական ոլորտը ապահովել։ Իսկ եղել է դեպքեր, որ ուսանողի առաջարկի հիման վրա փոխեք դասավանդման մեթոդ կամ ընթացք, օրինակ։ Եղել է, որ իրանք ինձ խնդրել են, ասենք օրինակ կատարողականի կամ այդ միջանկյալի օրը, հա թեստային աշխատանքի օրը մեզ հարմար չի, որովհետև հիմնավոր պատճառ են ինչ-որ ներկայացրել X, մի քանի մարդու հարմար չի, ասել դե խնդիր չկա, եկեք այդ դեպքում տեղափոխենք ուրիշ օր, սենց, բայց դասավանդման մեթոդի վերաբերյալ չի։ Իսկ կան հստակ որևէ մեթոդներ, որոնք դուք կիրառում եք դասավանդելիս։ Անպայման, հստակ մեթոդները այն է, որ քանի որ մեր մոտ գործնական եւ լեկցիոն դասերը տարբեր են, հա տարբեր ժամերի են, ես փորձում եմ մաքսիմալ շարժվում լեկցիոնով, այսինքն եթե իրենք այսօր գրել են պատանի մասին լեկցիա, ես գործնականի ժամանակ իրենք գիտեմ, որ ինձ արդեն նախապես իրենց զգուշացնում են, ծանոթանալու ժամանակ նրանց զգուշացնում են, որ լեկցիան հաջորդ դասի գործնականը դուք ինձ պիտի պատասխանեք։ Այսինքն գործնականը միշտ փորձում եմ առաջնորդեմ լեկցիայի հետ, գործնականները պիտի պարտադիր ուղեկցվեն կողմնակի, ուսուցանող, առարկաների, այդ կլինի գիրք, կլինի ատլաս, կլինի համակարգիչ, պլանշետ, պրոյեկտոր, ռեֆերատիվ աշխատանքներ չեմ կարող ասեմ, բայց այդ բոլորը օգտագործվում է իմ դասավանդման այդ ընթացքում, լիսամետրի ընթացքում։ Հասկանալի է, իսկ ինչպես եք ուսանողներին խրախուսում, որպեսզի դասին ակտիվ մասնակցեն ու հարցեր տան։ Սենց ասեմ, սկզբնական ժամանակահատվածը մի փոքր վախ եմ փորձում մտցնում առարկայի մասին, բայց վախ ասվածը չակերտավոր նկատի ունեմ իհարկե, այսինքն երեխեք ջան, բարդ առարկա է, դուք բժիշկ եք, վիրաբուժություն է, դուք պատասխանատվություն եք կրում որոշակի գործողությունների ձեր առաջարած նկատմամբ մարդու կյանքի հետ գործում եք, այսինքն այս խոսակցական վախը նկատի ունեմ, էլի որ ասում եմ, այս ամեն ինչի միջոցով փորձում եմ պատասխանատվության զգացողությունը իրենց մեջ շատ բարձր պահեմ, խալաթները օրինակի համար մեջքներին ուսերին գցած չտեսնեմ մարդ նստած, եթե դուք բժիշկ եք, դուք պիտի հագած լինեք, որովհետև դուք հիվանդատես չեք եկել, ոնց եք պատկերացնում, որ դուք ձեր բուժարվին մոտենակ չգիտեմ, խալաթը ուսերին գցած վիճակով, գեղեցիկ չի։ Ոնց եք պատկերացնում, երբ որ պացիենտը կա X խնդրով, դուք այդ խնդրի մասին գաղափար չունենեք, ինչ եք անելու,
Այս ձևով ոնց որ փորձում եմ խրախուսեմ։ Ու մեկ էլ իմ կարծիքով շատ արդյունավետ է այդ խաղային տարբերակը, երբ որ ազարտ ես փորձում մտցնես ուսանողների մեջ։ Բացի այդ, քանի որ իմ մոտ քննություն հանձնելուց առաջ պիտի հանձնեն կատարողական, այդ կատարողականին ես գերբարձր ակտիվականություն ցույց տվող ուսանողներ, այսինքն որ միշտ ներկա են եղել, միշտ ասես ակտիվ են եղել, միջանկյալը բարձր են ստացել, ավտոմատ եմ անցկացնում կատարողականը, թույլ եմ տալիս գալ միանգամից քննությանը, ովքեր որ չէ, սկզբում կատարողական են ասում, նոր են գալիս քննությանը, այս եղանակն էլ է իրենց ստիմուլ համարվում, որ սեմեստրի ընթացքում բավականին ակտիվ լինեն։ Իսկ ձեզ ուսուցման process-ի մեջ ինչն է մոտիվացնում։ Սերը երեխեքի հետ շփվել, միշտ սիրել եմ ուսանողների հետ շփումը, ինձ հետ միշտ դուր է եկել, ես լիքը ուսանողներ ունենք, որոնց հետ ընկերություն եմ անում, եւ դասերի ընթացքում եւ իրենց ավարտելուց հետո այս պահին էլ մեր մեջ կապը կա, ոբշեմ, զուտ մարդկային հարաբերություններ, ասենց ասեմ։ Իսկ ինչպես եք դուք մոտիվացնում ուսանողներին։ Դե այդքան ասեցի, այդ ամեն ինչ միջոցով։ Կարծում եմ խոսալով։ Դասավանդողի ամենակարևոր հատկանիշները ըստ ձեզ։ Հակներեք այդ մոտիվացիայի վերաբերյալ մի բան էլ ասեմ, նոր այդ միշտ հարցերն պատասխան հնարավորություն եմ խնդրում, տեսեք մեկ էլ իմ վիրահատությունները դե միշտ նկարահանվում են, Instagram-ը ներվարելու եւ այլնի համար, միշտ մեկ էլ այդ վիրահատություններն են երեխեքին ցույց տալիս, ամեն դասում կարելի ասել ուղեկցվում է մի 10 րոպե, հատկացնում եմ նոր ինչ-որ բան իրենց ցույց տալու համար ու իրականում դա էլ է իրենց շատ ոգևորում։ Երբ որ իրենք տեսնում են այդ արյունը, այդ ծավալային գործը եւ այլն, որ իրենց մեջը մի քիչ ոնց որ զգամ էլ այդ նոտաները ոնց որ շարժվում են դեպի առաջ։ Կներեք հարցը որն է։ Հա, դասավանդողի ամենակարևոր հատկանիշները ըստ ձեզ։ Առաջին հերթին բնականաբար պիտի լինես մարդ, то есть մտնես դու ուսանողի դրության մեջ, կապ չունի, որ այս պահին դու եւ պաշտոնով եւ տարիքով, որովհետեւ մի տարիք չէ, որտեվ կան այս տարիքով ավելի մեծ ուսանողներ, պիտի իրենց մարդ տեսակը դու հաշվի առնես, իրենց անձնական ցանկությունները հաշվի առնես, իրենց անձնական տիրույթը հաշվի առնես։ Եթե մարդը քեզ դիմում է ինչ-որ հարցով, դու պարտավորես կարծում իրեն օգնես քո հնարավորության սահմաններում։ Այդ կլինի ինչ-որ թեմայի մասին ինֆորմացիա, այդ կլինի իրենց անձնական, չգիտեմ, հետաքրքրությունը բավարարելու համար ինչ-որ հարց, ես համարես բոլորին այդքան ճիշտ չի դա կարծում եմ, բայց ես բոլոր ուսանողներին թույլ եմ տալիս ինձ զանգեն, եթե ինչ-որ լուրջ հարց ունեն իրենք, էլի չեմ ասում այն մարդկանց մասնախոսք, ովքեր որ ամեն օր կզանգեն, ասեն կարողացել է դասին չկա, կարողացել դաս չէ, այդ չի ընդունվում, այդ էլ հակառակը մի հատ որ արդեն ես եմ սկսում իրենց վրա բարկանալը ջղայնանալ ասած։ Փորձում եմ մաքսիմալ իրենց դրության մեջ մտնել։ Իսկ դասավանդման ձեր մեթոդները, օրինակ, որքան հաճախ եք փորձում թարմացնել։ Սենց ասեմ, անընդհատ հետաքրքրվում եմ նոր ինչ-որ մեթոդ ես ինքս իմ համար իմանալու համար, բայց այնպես չի, որ թարմացնում եմ։ Թարմացումը մտցնում, տեսեք օրինակ այդ մի խաղի հետ կապված էլի օրինակը բերեմ, որ ավելի բարձր լինի, այդ ես կիրառում եմ այն ժամանակ, երբ որ զգում եմ մի քիչ ոնց որ այս կուրսի մոտ, այս խմբի մոտ կայծը սկսել է իջնել, հետաքրքրությունը ոնց որ փոխվում, մի քանի օքի եմ մասնակցում, այսինքն այդ ժամանակ նոր ինչ-որ մի բան եմ մտածում։ Երբ որ զգում եմ, որ թուլանում են իրենք, նոր մոտեցումը ցույց են տալիս, բայց այդ ունեցել եմ այդ խնդիրը դեքսանտիվից եմ աշխատում որպես դասախոս, այդ սկզբի տարիներին, երբ որ եւ իմ մոտ էր փորձը քիչ, դասախոսական փորձի մասին է խոսքը, ու իհարկե նաեւ պրակտիկ փորձը քիչ, այդ սկզբի ժամանակ կապվածում այդ խնդիրը այս վերջին 3 տարին ու խնդիր չեմ ունեցել։ Այսինքն թարմացումը ես ինքս իմ համար փորձում եմ որպես մասնագետ, հա, որպես դասախոս ունենամ, որպեսզի պետք եղած ժամանակ օգտագործեմ, բայց այն մեթոդները, որ ես բայն առաջնորդում, կարծում շատ արդի է ու կարևոր ուսանողների համար օքեյ է։ Իսկ որպես դասավանդող հիմնականում ինչ մարտահրավերների եք բախվում։ Ինչ եմ անում, ինչ մարտահրավերների եք բախվում։ Որպես դասավանդող հիմնականում կարծում եմ լինում է մի քիչ չարաճճի ուսանողների հետ այն առումով, որ փորձում են իրենք ինքնահաստատվել խմբի ներկայությամբ եւ կարծում ես էլի որ երիտասարդ եմ եւ իմ վրա են փորձում ինքնահաստատվել, այսինքն կարող է դասից մի 10 րոպե ուշ գան կամ գան հեռախոսների մեջ ներգրավված եւ այլն, իհարկե շատ սա ցիվիլ ձևերով ես իրացը շատ հեշտությամբ կարողանում եմ հասկացնել, որ դες ինչ կազից չէ։ Եթե դուք
սենց ես պահում, ուրեմն դեռևս Ազիզջան ես ու արի դու իմ դասին մասնակցի, որովհետև ես ստեղ քո համար եմ այս պահին, դու ստեղ չես եկել պրոստը տակ, բավականին դու կարծում եմ եւ ֆինանսական եւ ժամանակ ես ծախսում, որը ամենակարևորն է ժամանակը։ Այս տարիները դու եկել ես այստեղ գոնե մի բան ինձանից լսելու համար։ Իսկ բայց այդ խնդիրը ունենում է էլի սկզբի ժամանակները։ Ներկայումս այդ խնդիրը չունեմ, քանի որ ուսանողների մեծամասնությունը արդեն դաժե նոր պիտի գտնի մոտ արդեն իմ մասին լսած են լինում, ճանաչում են ու են որոնք լրիվ հոգի վիճակով գալիս են։ Այսինքն ես իրականում ունեցել եմ ինքնահաստատման կարիք որպես դասախոս, այդ բնական երևույթ է ցանկացած միջավայրում ունենում ենք լրիվ հոգի վիճակով։ Շատ լավ, իսկ ինչ խորհուրդ կտաք մյուս դասավանդողներին ուսուցումը բարելավելու համար։ Առաջին հերթին չարաշահել իրենց դասախոսական դիրքերը, ես չեմ կարող ասեմ ինչ-որ մեկը չարաշահում է, բայց իմ կարծիքով կլինեն էլի մարդիկ, ես նույնիսկ իմ ուսանողական տարիներից եմ ասում, որոնք ուսանողին վերաբերվում են որպես պրոստը տաք ուսանող։ Այդպես չի կարելի, ուսանողին պիտի բարձր պահես, իր ինքնագնահատականը դու պիտի բարձրացնես, ինքը իրեն պիտի ուսանող զգա։ Առաջին հերթին այդ խորհուրդ կտամ մեր դասախոսներին, իհարկե մարդկանց ովքեր որ դա չեն անում, մեկ էլ դե բնականաբար ինովացիաները միշտ պարտադիր են, այսինքն այս նոր մեթոդներով դասավանդելը համ ավելի հեշտ է, համ ավելի ընկալելի է ուսանողի համար։ Ինձ թվում է դա առաջին հերթին։ Շատ լավ, շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար։ Տեքստային տարբերակի վերածելուց հետո կուղարկենք ձեզ, եթե կուզենաք որևէ բան ավելացնել կամ փոփոխություն կատարել։ Շատ լավ։ Խնդիր չլինի։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։